Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երբ խոսում ենք Հայաստանի զարգացման առաջընթացիկ տեմպերի մասին, ապա դրանք պարզապես քաղաքական հայտարարություններ չեն, այլ կոնկրետ փաստերի եւ վերլուծությունների վրա հիմնված թվեր, որոնք ձևակերպված են մեկ միասնական փաստաթղթում բյուջեում։ 2026 թվականին պետական բյուջեի նախագիծը թե եկամտային եւ թե ծախսային մասով ցույց է տալիս այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տնտեսության կառուցվածքում, որն իր ազդեցությունն է ունենում պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում։ 2026 թվականի պետական բյուջեն խաղաղության տրամաբանությամբ տնտեսական զարգացման բյուջե է, որը կազմված է 2025 թվականի օգոստոսի 8-ի շրջադարձային իրադարձությունների հիմքով։ Ինչու եմ շեշտում խաղաղությունը, քանզի հենց խաղաղությունն է, որ հնարավորություն է տալիս բացահայտելու Հայաստանի ու նրա հասարակության ողջ ներուժը՝ տնտեսական, քաղաքական, տեխնոլոգիական, կրթական, գիտական, սոցիալական, մշակութային եւ այլ ոլորտներում։ Խաղաղությունը ամենամեծ կապիտալն է ու հնարավորությունը, որը ճիշտ եւ արդյունավետ օգտագործումը կբազմապատկի մեր ներուժը վերը նշված բոլոր ոլորտներում, բարձրացնելով մեր դիմադրողականությունը հնարավոր մարտահրավերների նկատմամբ։ Խաղաղության այլընտրանքը արտացոլված է առնվազն 1998-ից 2018 թվականների բյուջեներում, որի ուղիղ հետևանքը համատարած չքավորությունն էր, իսկ հրեաօլիգարխիկ համակարգը, կոռուպցիան եւ ժողովրդի իշխանության ուզուրպացիան որպես պատերազմի կամ ոչ խաղաղության արդարացում։ Մեր քաղաքականության նպատակը խաղաղության միջոցով սոցիալ-տնտեսական զարգացման նոր մակարդակի հասնելն է, իսկ 2026 թվականի պետական բյուջեն խաղաղության հաստատումից հետո այդ քաղաքականության առաջին դրսևորումն է։ Սա է իրական Հայաստանի գաղափարախոսության ֆունդամենտալ տարբերությունը, որտեղ քաղաքական իշխանությունը արդարանում է ոչ թե նրա համար, որ ստեղծել է հրեաօլիգարխիկ ավտորիտար համակարգ, քանզի դրա համար առանձնապես արդարանալու բան էլ չկա, այլ նրա համար, որ օրինակ ինչու Հայաստանի տնտեսական զարգացման տարեկան միջին ցուցանիշը 7.4% է, այլ ոչ թե 9 կամ 12%։ Սրանք են այն պատճառները, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ խաղաղության օրակարգը Հայաստանում ունի թշնամիներ, իդեմս կոնկրետ շրջանակների, քանզի պատերազմը կամ ոչ խաղաղությունը մշտապես եղել է նրանց իշխանության պահպանման եւ անձնական հարստության կուտակման հիմնական աղբյուրը։ Սիրելի հայրենակիցներ, այնուամենայնիվ, որքան էլ խաղաղությունը Հայաստանում հակառակորդներ ունենա, վստահ եղեք, դա այն ամենամեծ կապիտալն է, որ մենք կներդնենք մեր պետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ անվտանգության ապահովման գործում։ Իսկ 2026 թվականի եւ հաջորդող տարիների բյուջեները լինելու են այդ քաղաքականության արդյունքների չափելի արձանագրումները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, Տիկին Ղազարյան։